Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Իրանում հայ է զոհվել, ով է նա, ինչ է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչը։ Չի դավաճանել, բայց չարաշահել է պաշտոնեական դիրքը, նոր մանրամասներ ԱԳՆ աշխատակցի գործի վերաբերյալ։ Հայհոյել, թքել, գլխով խփել, Ալեն Սիմոնյանի սկանդալային շարքը, որտեղով է անցնում հանրային պաշտոնյայի վարքագծի սահմանը։ Վարարած դեպետ եւ ինտենսիվ տեղումներ Սյունիքում, ինչ է կատարվում Հայաստանի մարզերում։ Որն է Վենսի մեծագույն մարտահրավերը, ինչ պատասխանատվություն է ստանձնել ԱՄՆ փոխնախագահը։ Դատարանը մերժել է Հեծի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը։ Փաստաբան Վարդան Ալոյանը հայտնել է, որ մի քանի օր տևած դատական նիստերից հետո դատարանը լիցենզիայի դադարեցումը համարել է օրինական։ Սամվել Կարապետյանի քրեական գործի վարույթի նախաքննությունն ավարտվել է, ըստ քննչական կոմիտեի նրան մեղադրում են խոշոր չափով հարկեր վճարելուց խուսափելու, խոշոր չափի փողերի լվացման եւ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձել է վերջին շրջանում գործող իշխանության դաշտ գցած թեզերին։ Նա կոչ է արել չվախենալ, թույլ չտալ, որ մարդիկ, որոնք արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, կրկին սպառնան պատերազմով։ Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից եւ վախի մթնոլորտից։ Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե դա անհնար է, եւ որ խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է եւ մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Նրանք փորձում են մեզ հավաստիացնել, որ եթե հրաժարվենք մեր հայկական խորհրդանիշներից, մեր օրինական շահերից, ապա կունենանք խաղաղություն։ Սա մեծ սուտ է։ Դատարանը արդարացրել է պետական դավաճանության համար մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին։ Պաշտպան Աբգար Պողոսյանի խոսքով Աշխեն Ալեքսանյանն իրեն մեղսագրվող պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է, իսկ 441 հոդվածով պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորություններն անցնելը դատապարտվել։ Դատախազությունը հայտնել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։ Հիշեցնեմ, որ արտգործնախարարության աշխատակից Աշխեն Ալեքսանյանին կալանավորել են 2025-ի օգոստոսի 29-ին, ըստ առաջադրվող մեղադրանքի դիվանագետը սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել է կարևոր տեղեկություններ։ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել, ըստ քննչական կոմիտեի Մարգարյանն իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայոյանք եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։ Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ Ալեն Սիմոնյանի անունը բերեց սկանդալի կենտրոն։ Փոխադարձ հայոյանքներ, բերման ենթարկված քաղաքացիներ եւ իրադարձությունների հակասական մեկնաբանություններ տարբեր կողմերից։ Սա առաջին միջադեպը չէ, որի գլխավոր հերոսը Ալեն Սիմոնյանն է։ Քաղաքացուն հայոյել, ծեծել, վրան թքել։ Այս բոլոր միջադեպերի մասին նյութեր որոնելիս կկարդաք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունը։ Երբ խորհրդարանի նախագահն իր պահվածքով հարցեր է առաջացնում ոչ միայն հանրության, այլև նույն կուսակցության սահմանած էթիկայի նորմերի շրջանակում, որտեղ է անցնում հանրային պաշտոնյայի վարքագծի սահմանը, Անի Աբաղյանն է անդրադարձել թեմային։ Ես առավել քան հանդուրժող եմ, ինքը սուտ ասում։ Փոխադարձ հայհոյանքներ հնչեցին Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիների միջև։ Չնայած հայհոյանքները փոխադարձ էին, բերման ենթարկվեցին միայն քաղաքացիները։ Ալեն Սիմոնյանն ազգային ժողովի Դեմիրճյան մուտքից դուրս գալով շարունակեց քայլել դեպի Բաղրամյանի մուտք։ Դեմիրճյան փողոցի վրա այսօր մի սադրանքների շարանի միջով եմ անցել։ Մարդը տրամադրված դուրս է եկել, որ սադրի։ Ասենք, եթե ազգային ժողովի նախագահը իրան թույլ է տալի նորմալ է, կարելի է դաժին ասել, որ խուլիգանական արեք, որ ինքը անհայոյանքներ ու իր բերնցեր հնչում, ես ինձ թույլ չեմ տա, հիմա ինչ-որ միտեղ այդ նույն հայոյանքը կրկնել։ Բայց ազգային ժողովի խոսնակն ասում է, տեղյակ չէր, որ դրսում անհետ կորած զինծառայողների հարազատներն են եղել։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի են, որտեվ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրումը կայանում է նրանում, որ ես ընդհանրում չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Սիմոնյանն ասաց նաեւ, որ միջադեպը եղել է քաղաքական ուժի ներկայացուցչի հետ, ոչ թե անհետ կորած զինծառայողի հարազատի, մինչդեռ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի հասցեին էլ հնչել են հայհոյանքներ։ Այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է,
դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց հետ։ Ինքը սուտ է ասում։ Դեմիրճանում փոխադարձ հայհոյանքների ժամանակ երկու քաղաքացի է բերման ենթարկվել՝ Միկա Մարգարյանն ու Արսեն Վարդանյանը։ Նրանցից Արսեն Վարդանյանը համահայկական ճակատ կուսակցության նախագահն էր։ Ալեն Սիմոնյան, դու սաղրեցի։ Եվ այս եթերով եւս մեկ անգամ ասում, ով փորձի իր կյանքի մեջ զոհված զինծառայողի ծնողին, զոհված զինծառայողի հարազատին, վիրավորի, ինքը հանրային պարսավանքի է ենթարկվելու։ Դեմիրճյան փողոցում ազգային ժողովի խոսնակին հայհոյել են առաջինը՝ իր Արան Պապատա արտահայտությունից հետո, որից հետո հայհոյանքին հայհոյանքով է պատասխանել Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահի հայհոյելու միջադեպին ծանոթ չէր կուսակցական ընկեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Արթուր Հովհաննիսյանի կարծիքով իրենք զուսպ են եւ ավելի զուսպ պետք է լինեն։ ԿՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանն էլ կարծում է, հայհոյելը այլ արժանիք ունենալու նշան է։ Չէ՞ դատապարտում նրա պահվածքը։ Ես ոչ մի չեմ դատապարտում, բայց հայրան քարտային չի Փաշինյանի պահվածքը։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էթիկայի կանոնագրքի 4-րդ հոդվածը այլ բանի մասին է խոսում։ Կուսակցության անդամները, հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում, ներառյալ սոցիալական մեդիաներում ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, նաեւ խթանել հանդուրժողականություն։ Թե ինչ պատիժ է կրելու Ալեն Սիմոնյանը կուսակցության սահմանած նորմը խախտելու համար, դեռ պարզ չէ։ Բայց սա Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հայհոյելու առաջին միջադեպը չէ։ Երբ ինքը շատ բավականին երկար ու բավականին անհասկանալի ձևով նայեց ինձ վրա, ես ասացի բարև Արտուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի հետևյալը բարև ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ անկեղծ լինել եւ պատմել գրեթե ամեն ինչ, որին հետևեց հետևյալը, ես մոտեցա եւ ասեցի, որ նույն կարծիքը ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի իր քթին։ Այս միջադեպի մասին է խոսքը, որի կադրերը համացանցում հայտնվել են 2020-ի օգոստոսին։ Հայտնվել հարցակման եմ ենթարկվել։ Որտեղ։ 3 հոգու կողմից։ Ավելի թարմ 2023 թվականի ապրիլին եղածը հիշենք։ Եթե ազգային ժողովի մոտ մարտի 26-ին Ալեն Սիմոնյանը քաղաքացու հորն էր Արա ասում, ապա 2 տարի առաջ քաղաքացու մորը Դավաճան ի պատասխան իր հասցեին հնչած Արա եւ Դավաճան ածականների։ Դավաճանը մամատի ասեց եւ թքեց երեսից։ Քաղաքացու վրա թքել էր նաեւ Ալեն Սիմոնյանի մայրը։ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էլ Երևանի բակերից մեկում է եղել։ Այն հաջորդել էր քաղաքացու վրա թքելու դեպքին։ Շենքի բնակիչը ջուր էր լցրել Ալեն Սիմոնյանի վրա։ Դրանից հետո, ըստ New Day լրատվականի լրագրողի, ոստիկաններին ուղարկել է քաղաքացու տուն։ Քաղաքացին էլ լեկտի է պահում, որտեղ դիրքորոշումը արտահայտում ես օրինակ։ Այսինքն քաղաքացու վրա կարող են թքել, բայց ձեր վրա ջուր լցնել չեն կարող։ Ոչ մի ջուր չի լցրել։ Դուք կարող եք թքել, ձեր վրա ջուր չեն կարող լցնել։ Ես կարող եմ անել այն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս եւ եթե սխալ եմ անում, դրա համար ներողություն խնդրեմ։ Փողոցային բառապաշարը ցավոք փողոցում չի մնացել։ Այն ազգային ժողով է մտել։ Հանգստացի քաղաքական կրակը, հանգստացի։ Դահլիճում լրություն չի։ Տխմարը դու ես այդ չինական։ Նա հանգստացի։ Լսի։ Վերջացրեցիր։ Հանգստացի, աղջիկ ջան։ Անդաստիրակ երևույթ ես, էլի։ Խնդրեմ, պարոն Ռուստեման։ Լավ ձայնդ։ Փաստացի Ալեն Սիմոնյանի բարոյական նորմերը թույլ են տալիս թքել, հայհոյել քաղաքացուն։ Իսկ խորհրդարանում նման բառապաշարով հաղորդակցվել։ Ես առավել քան հանդուրժող եմ։ Անհետ կորած զինծառայողի հարազատին մեկ հարց էր հետաքրքրում։ Զգում եք, որ այդ ամեն ինչը Ալեն Սիմոնյանի հետ շատ հաճախ հատած դեպքեր են։ Ինչու է հանրային պաշտոն զբաղեցնող անձը նման վարքագիծ ցուցաբերում։ Ինչ միջոցառումներ պետք է իրականացնել կանխելու համար։ Փորձեցինք զրուցել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության փորձագետների հետ։ Պետը արձակուրդում էր, իսկ փորձագետներից մեկը առաջարկեց խոսել այլ օր։ Դե ԿՊՆ-ը որոշի ինչ գործ ունի։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Ազգային ժողովի խմբակցություններն ամփոփել են հերթական քառօրյա նստաշրջանը, որը բավական լարված է անցել։ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կազմած զեկույցի շուրջ աղմուկը չի դադարում։ Ընդդիմությունը, քաղաքական ու փորձագիտական դաշտը պահանջում են հրապարակել այն։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև համոզված են, որ Անդրանիկ Քոչարյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները, առավել ևս օբյեկտիվ գնահատականներ տալ։ Արդյունքում իրենք խոստացել են բացահայտել պատերազմի հանգամանքները ու ամբողջ ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը անգամ PR շոու է նախաձեռնել ու ասել է՝ «Այ ես գալիս եմ այստեղ ժամերով զեկույց եմ տալիս, ի վերջո կտեսնեք ինչ է եղել, ոնց է եղել», ակնարկել է, որ ընդդիմադիրներն են մեղավոր։ Այսինքն այն դեպքում, երբ իրենք քննել են իրենց իսկ ենթադրյալ հանցագործությունները, ստացել են մի փաստաթուղթ, որի տակ չի ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները ու ֆորմալ առումով զեկույց որպես այդպեսին գոյություն չունի, բայց բնականաբար հարց է առաջանում այդ փաստաթուղթը, որ իրենք ստացել են, ինչու չեն հրապարակում կամ ինչ որ ֆորմատով չեն քննարկում, եւ մենք իհարկե ասում ենք, որ այդ փաստաթուղթը եթե ունեք, այդքան աշխատել եք, խոստացել եք բացահայտում, բերեք, եթե ինչ որ գաղտնիության խնդիր կա, բերեք գոնե քննարկեք, հասկանանք ինչի մասին է։ Դրան զեկույց չենք անվանում, մենք չենք համարում, որ դա օբյեկտիվ է, բայց այո, հանրային օբյեկտիվ պահանջ կա, գոնե այն ինչ որ ստացել են, դրան ծանոթ լինելու։ 7 կողպեկի տակ պահվող զեկույցին անդրադարձել է նաև պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը։ Տիգրան Աբրահամյանի խոսքով պատերազմի ժամանակ պաշտոն ու քաղաքական պատասխանատվություն ստանձնած անձինք չեն կարող որևէ հանձնաժողովի միջոցով արդար ու օբյեկտիվ քննություն անցկացնել եւ ընդգծել մեղավորների պատասխանատուների շրջանակը։ Աբրահամյանն անդրադարձել է նաև իշխանության վերջերս դաշտ գցած թեզին։ Եթե 23 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունից հետո ճակերտավոր չկռված պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը, կամ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ երկուս Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր է բոլոր այն իրավիճակները, երբ որ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Այսինքն կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել։ Իսկ քաղաքացիական պայմանագրի օրակարգում նոր սահմանադրությունն է։ ԿՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի խոսքով գործընթացը դեռ աշխատանքային փուլում է։ Քննարկումները շարունակվում են իշխանական թիմի ներսում, իսկ հետագայում կթեղափոխեն հանրային դաշտ։ Հիմա ինչ կա, դրանք աշխատանքային փաստաթղթեր են։ Ես տեսա, որ ինչ որ տարբեր դրվագներում որոշ լրատվականներ ինչ որ բաներ էին հրապարակել։ Հիմա մենք գտնվում ենք աշխատանքային փուլում տարբեր ուրեմն հրապարակումներին։ Ես խնդրում եմ մեր քաղաքացիները չտրվեն, այլ հետևեն պաշտոնական հաղորդագրություններ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ վստահ է, որ հանրաքվեն լինելու է եւ ժողովուրդն այո է ասելու, հանրաքվեն չանցնելու հարց չեն էլ քննարկում։ Դες վարչապետի նման այդքան վատատես չեմ եւ այդ հարցի շրջանակներում եւ կարծում եմ, որ եւ վարչապետին եւ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաեւ մեր հանրությանը հասցնել, բացատրել եւ հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարևորության եւ դրա ընդունման վերաբերյալ։ Կապանում առատ տեղումներից հետո հեղեղումներ են քաղաքի փողոցներում բառացիորեն գետեր են հոսում։ Ողջի գետը դուրս է եկել ափերից, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն է հայտարարություն տարածել։ Անահիտ Սարգսյանն է պատմում մանրամասները։ Տեղումն առատ ձմռանը հաջորդած անձրևներից վարարել են գետերը, սպառնալիք դառնալով Սյունիքի ու Լոռու բնակավայրերի համար։ 2024 թվականին Դեբեդը վարարել էր, քանդել կամուրջներ, քշել, տարել էր գոմեր, մեքենաներ, լցվել էր բնակիչների տներն ու ավերածությունների պատճառ դարձել։
Ինչ վիճակ է աղետից 2 տարի անց։ Պատրաստ ենք դիմակայել եւս մեկ հնարավոր սպառնալիքի։ Թումանյան փողոցի հատվածում Անավերդի հենապատերի ահագին հատվածներ վերանորոգվել է, հիմա լեսվային աշխատանքները դեռևս ընթանում են եւ կարևոր հարցը որ լուծվել է դա գետի հունի մաքրման հարցն է։ Կարելի ասել մի 80%-ով արդեն մաքրման աշխատանքները ավարտվել են։ Ալավերդիի քաղաքապետ Դավիթ Ղումաշյանը մեծ զրույցում ասաց, որ որոշակի աշխատանքներ կատարվել են 2024 թվականի վարարումից հետո։ ABC մեդիայի թղթակցի ուղարկած տեսանյութում գետն այժմ այսպիսի տեսք ունի։ Ամրաշինական աշխատանքները լիարժեք չեն, որպեսզի ապահովեն գետի սահուն ընթացքը եւ բնակիչների անվտանգությունը։ Լորեցիներն ասում են, որ դեբեդի մեջ մաքրող տեխնիկա տեսել են միայն Ալավերդիում, այն էլ կենտրոնական երևացող մասերում։ Մյուս համայնքների առափնյա հատվածներում առ այսօր չի մաքրվել նույնիսկ 2 տարի առաջվա ջրի վերածախբը։ Բացի այդ, մինչև այս պահը հիմնովին վերակառուցված չեն Երևան-Թբիլիսի մայրուղու գետի քշած տարածատվածները։ Ինչ վերաբերում է վարարումները կանխարգելող աշխատանքներին, ապա Ալավերդիի քաղաքապետի պնդմամբ այժմ իրավիճակը վերահսկելի է, բնակչության տարհաման կարիք չկա եւ ամենօրյա ռեժիմով կապի մեջ են արտակարգ իրավիճակների նախարարության գործընկերների հետ։ Քաղաքապետը վստահ է, եթե անգամ դեպետն էլի գժվի, 2 տարի առաջվա վնասները չեն լինի։ Զգուշացման մասին ծնագիրներ գործընկերներն են մեծներով բոլոր բնակիչներին տեղեկացրել են, բայց տարհանման որևէ պատճառ այս բան չկա, կառավարելի է կարելի ասել, ամենօրյա ռեժիմով, 24/7 ռեժիմով այդ ամեն ինչը վերահսկվում է։ Գետի հունը Թումանյանից մինչև Քարկոբ մի 80% մաքրված է։ Լոռուն զուգահեռ մտահոգիչ պատկեր է նաև Սյունիքում։ Մասնավորապես Կապանում Վաճական գետի մակարդակն արդեն զգալիորեն բարձրացել է, հասել փողոցներ։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, Կապանում մեկ օրում մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը։ Հորդառատ տեղումներից քանդվել է սելավատարը, վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են. Մարտի 27-ին ժամը 12:10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է ողջի գետը։ Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել։ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին եւ տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ հայտնում է, որ գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացում են կանխարգելիչ եւ օպերատիվ միջոցառումներ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Սյունիքի պաշտոնյաների հետ զրուցել չկարողացանք։ Մեր զանգերին չպատասխանեցին ոչ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ոչ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանում հայ համայնքն առաջին զոհն է ունեցել։ Մարտի 26-ին Ամերիկա-իսրայելական հրթիռակոծության թիրախ է դարձել Սպահան քաղաքը։ Իրանում գործող Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը գործընկերոջս տեղեկացրել է, որ այդ հարվածներից Սպահանում մոտ 20 մարդ է զոհվել։ Նրանց թվում է Նորջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։ Իրանի կրթության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների պատճառով մինչ օրս զոհվել է 250 ուսուցիչ եւ աշակերտ։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն հարձակումների պատճառով վնասվել է 723 կրթական եւ մշակութային հաստատություն։ Երկրի առողջապահության փոխնախարարի խոսքով փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր Իրանում զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 1937-ի։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը պատրաստվում է ստանձնել իր կարիերայի ամենակարևոր առաջադրանքը՝ ղեկավարել ԱՄՆ ջանքերը վերջ դնելու Իրանի դեմ պատերազմին։ Axios-ը գրել է, որ Վենսն արդեն մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, հանդիպել է Պարսից ծոցի դաշնակիցների հետ պատերազմի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար եւ անուղղակի շփումներ է ունեցել իրանցիների հետ։ Ակնկալվում է, որ նա կլինի ԱՄՆ գլխավոր բանակցողը խաղաղության շուրջ հնարավոր քննարկումներում։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օկթայը հայտարարել է, որ հետաքննում են, թե ով է հրամայել Իրանից հրթիռներ արձակել Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ։ Նրա խոսքով այս հարձակումները որևէ օգուտ չեն բերում Իրանին։ Օկթայի խոսքով լրջորեն ուսումնասիրում են նաեւ սա դրանքի հնարավորությունը, քանի որ Իրանը որևէ օգուտ չի ստացել այս երկու երկրների վրա հարձակումներից։ Եվ վերջում Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում է լուսնի մակերևույթի վրա մարդու վայրէջք իրականացնել մինչև 2030 թվականը։ Լուսնի մակերևույթի վրա մինչև 2030-ը մարդու վայրէջք է նախատեսում նաև Չինաստանը գիտական հետազոտությունների նպատակով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը վաղը առավոտյան ժամը 12-ին է, կհանդիպենք հաջողություն։